Հայաստանյաց առաքելական եկեղեցին դատապարտել է եկեղեցական գործերին Հայաստանի կառավարության աճող միջամտությունը, այդ գործողությունները որակելով անխոհեմ եւ դատապարտելի։ Դրանք ուղղակիորեն խախտում են Հայաստանի սահմանադրությունը, եկեղեցու իրավունքները, թե միջազգային, թե ներպետական օրենսդրության մակարդակներում։ Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտարարել է օրակարգ, որը ներառում է եկեղեցու ներկայիս ղեկավարության պաշտոնանկությունը, նոր կանոնադրության ընդունումը եւ նոր կաթողիկոսի ընտրությունը։ Միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը հանդես է եկել հետևյալ արձագանքով. The Prime Minister believes it is in his remit to restructure a church. Թե ինչպես է վարչապետը կարծում, որ իր լիազորությունների մեջ է մտնում եկեղեցու վերակառուցումը, ամբողջությամբ անհասկանալի է։ Ես ցանկանում եմ, որ հայ ժողովուրդը գիտակցի, ոչ մի այլ երկիր չէր բախվի նման հարձակման, սա աննախադեպ է։ Կարծում եմ միակ տեղին զուգահեռը 20-րդ դարի բոլշևիկյան նորացման շարժումն է եւ այն սարսափելի հարձակումները, որոնցից հայ եկեղեցին տուժեց։ Ուզում եմ, որ բոլորը հասկանան, այս գործողությունները դիմադրության կարժանանան օրենքով։ Յուրաքանչյուրը պետք է ուսումնասիրի Մայրաթորի վերջին հայտարարությունը, որտեղ հստակ ասվում է, Փաշինյանի հետ համագործակցող եպիսկոպոսները իրականացնում են գործողություններ, որոնք հարիստ չեն եկեղեցու սկզբունքներին եւ դուրս են եկեղեցական կանոնակարգից։ Որպեսզի Հայաստանն ունենա ապագա եվրոպական իրավական համակարգում, այն պետք է մերժի Փաշինյանի գործողությունները։ Կրկին շեշտում եմ, հանուն հայ առաքելական Սուրբ եկեղեցու ազատության, այս պայքարը միշտ ընթանալու է իրավունքի գերակայության, ժողովրդավարական եւ իրավական սկզբունքների շրջանակում։ In this fight for the freedom of the Armenian Apostolic Holy Church. Աստված օրհնի ձեզ բոլորիդ։ To learn more, visit amsterdamandpartners.com and freecarapetian.com.